Հայր ջան, բարի լույս, այս սուրբ օրով, սուրբ ծննդի նախօրեին, թող լույս իջնի մեր երկրի վրա և Աստծո կամոք մենք ձերբազատվենք չարից, չարիքից, այս բոլոր դժբախտություններից, նեռի ճանկերից, որը պատել է մեր սուրբ հողը։ Ես կուզեի այս չմարդի մասին մի երկու բան անձնական օրինակով այսօր ձեզ ասել, թե ինչպես է աշխատում այս ամբողջ սիստեմը, այս չմարդի ստեղծած սիստեմը, այս հողատու հերետիկոսի սիստեմը, որպեսզի հասկանալի լինի բոլոր այն գործողությունները, որ կատարում են իրենց հոգիները սատանային վաճառած նրա խամաճիկները։ Մինչև այդ ասեմ մի երկու բան, թե ինչ է անում նա հիմա այսօր և ընդհանրապես այս արդեն շատ երկար տևական ժամանակ։ Տեսեք, ընդամենը մեկ օր նա չի հայտնվում եթերում, որևէ պառակտիչ, որևէ նյարդայնացնող, ուրեմն պառակտող, խառնող, խառնակցություն անող որևէ հայտարարություն չի անում, և ընդամենը այդ նույն օրվա մեջ երկիրը կարծես մի փոքր խաղաղվում է, մարդկանց հոգիները մի փոքր հանգստանում են։ Նա շատ լավ գիտի, լինելով չարիքի ծնունդ, ինչպես հայի արյունը խմել, նույնիսկ առանց յաթաղան է, իր նախնիների յաթաղանը օգտագործելու։ Ինչպիսի մթնոլորտում են մահացությունները շատ, իհարկե հիվանդ, անառողջ մթնոլորտում։ Նրա արածը հենց այդ է, ինքը անառողջ մթնոլորտ է ստեղծում։ Ինքը մարդկանց անդադ պահում է նյարդայնացած վիճակում, լարված, ուրեմն, անհանգստացած, ինչի հաշվին էլ երևի Facebook-ի և այլ սոցցանցերի շնորհիվ տեսնում եք, որքան է շատացել մահացությունները մեր ազգում։ Մեր ազգ ասելուց նկատի ունեմ հայերին, հայերը, որոնք ունեն մտածելու, որոնց սիրտը ցավում է երկրի, ազգի, մեր սերունդների ապագայի և այլոց համար։ Իհարկե նրա նման չմարդների, տմարդների, որոնք նույնիսկ իրենց, ասեմ, սերունդների մասին չեն մտածում։ Իրենք անսիրտ, անասուն հայվաններ են, որոնք չունեն, նրանք այդ խառնակցությունով, այդ ուրեմն ռուսերեն բառ պետք է օգտագործեմ մի քանի անգամ այսօր, մուտիլովկաներով և այլով, մարդկանց ուղղակի հունից հանում են և դա ազդում է ինչու ոչ միայն ուրեմն սրտի կաթվածներ և այլ հիվանդություններ 30-40 տարեկանների մեջ, ինչպես տեսնում եք, այլ նաև ուրոլոգիական հիվանդություններ, որը նույնպես ուղիղ կապված է նյարդային վիճակի հետ։ Եվ ինչպես տեսնում եք, նա արդեն քանի տարի շարունակ ամբողջ մի ազգ պահում է նյարդայնացած վիճակում, հանգիստ չի տալի ուղղակի, նա մի օր չի ուզում, որ այս ազգը հանգստանա, նա անդադ ստեղծում է խնդիրներ, պառակտում, կռիվ, նրա սիրտը հայի արյուն է տենչում, գալուց նա դա արեց, 5000 մեր որդիների արյունը խմեց, լակեց, բայց հիմա ըստ երևույթին անկուշտ անհագ նրա այդ անդադ գործող ստամոքսը նորից հայի արյուն է ուզում, և այս ամեն ինչը կախված է նրա հետ։ Եվ մենք էլ ցավոք սրտի շարժում ենք նրա թելադրած օրակարգով, նյարդայնանում, հունից դուրս գալիս, տարբեր հիվանդություններով կոտորվում գնում։ Այսինքն այս գենոցիդը, ես մի անգամ ասեցի, սահող գենոցիդը շարունակվում է հայ ազգի։ Նա սկսեց գենոցիդով և այն շարունակվում է սահող, դանդաղ գենոցիդը շարունակվում է մեր ազգի։ Հիմա անցնեմ խոստացածս օրինակին, անձնական օրինակով, թե ինչպես են աշխատում նրա այդ դիվական, սատանայական ծրագրի իրենց հոգիները վաճառած խամաճիկները։ Իմ հոգևոր հայրը Սրբազան Միքայել Սրբազանը, arczepiskopos Աջապահյանը, մի շատ լավ բան ասեց, որ Աստված չներես նրանց, որովհետև գիտակցում են ինչ են անում։ Հենց այդ մարդկանց մասին։ Իհարկե Աստծո դատաստանը չի ուշանալու։ Նրանք մխկտալու են, մզզալու են,
ուրեմն փոշմանելու են, զղջալու են, որ ծնվել են ընդհանրապես։ Այնպիսի ցավ ու այնպիսի տանջանքներ, որ նրանք են քաշելու, իրենց սերունդներով, իրենց գերդաստանով հանդերձ, իրենց հոգին սատանային վաճառելու պատճառով, իրենք էլ չեն պատկերացնում։ Որոշներն էլ պատկերացնում են, բայց արդեն հենց այդ վախից նրանք շարունակում են ծառայել սատանային ու չմարդին ու չարիքին։ Մի շատ բարձ օրինակով ասեմ, ինչպես է աշխատում այսօր բոլոր ուրեմն ոստիկանություն կոչվածից բռնած, ԱԱԾ-ից վերջացրած, մնացած բոլոր ինստանցիաներով, որ ստանում են այդ նողկալի գումարները մեր շնորհիվ եւ օգտագործում են մեր դեմ։ Նույն ոստիկանությունը այսօր վճարվելով մեր գրպանից աշխատում է մեր դեմ։ Թուրք ենիչերից չի տարբերվում ոչ մի ձևով, եթե նրանք գիտակցաբար կատարում են հրամաններ, իմանալով, հասկանալով, սրբազանի ասածի նման, գիտակցելով, թե ինչ չարիք են անում, թե ինչպես են օրենքը խախտում։ Ուրեմն շրջաններից մեկում տարածք ունենք եւ այնտեղ որոշել էինք, որ պետք է ջուր քաշենք։ Նու իմանալով իմ հարաբերությունները ստախոս չմարդի հետ, հաշվի առնելով այն մեծ սուտը, այն ֆարսը, որ ինքը խաղաց քարվաճառում, հիշում եք, չխորանամ այդ պատմության մեջ, այդ ամեն ինչը կա, այդ մարդիկ փառք Աստծո ողջ են, նույն այն մարդիկ, որ եկան ասեցին, արի լավ էլի արշակ, մենք գիտենք, որ դու ճիշտ ես, մենք գիտենք, որ ՀԴՄ-ն տպվել է, մենք գիտենք, որ ամեն ինչ եղել է, բայց արի որպեսզի հարաբերությունները չսրենք առանց այդ լարված է, արի դու գանք գրենք, մենք կվճարենք եւ այլն։ Այս նույն պատմությունը շարունակական գնում է։ Այնտեղից սկսվեց, այստեղ շարունակվեց։ Այդ հողատարածք ջուր են քաշում։ Առանձին հələ դեռ խոսանք այդ վիոլա ջրի գների գնացուցակների մասին, որ անհամեմատ, աննկարագրելի իրենց կատարած սերվիսի դիմաց նրանք ահռելի գումարներ են ուզում, որ սովորական մահկատունությունները հնարավոր է չունեն մուծելու։ 25 մետր ջուր քաշելու համար 600-700 հազար դրամ փող են ուզում։ Դա առանձին։ Բայց ինչևէ, իմանալով վերաբերմունքը հատուկ իմ նկատմամբ, ես որոշել էի, որ ամեն ինչ պետք է գնա, այնտեղ միջնորդ ունեի, որ աշխատում էր այդ գործերը անում, շատ լավ, ազնիվ, մաքուր մարդ այդ շրջանից, որ օգնում էր ինձ այդ գործողությունները անելու, եւ նրան խնդրել է, որ ամեն ինչը անել մանրակրկիտ օրենքի սահմաններում։ Իհարկե, մի հատ սովորական ջուր քաշելու համար, ասում եմ, ահռելի գումարներ է գնում, այդ վճարումն է, այդ ամեն ինչ անում ես, մի հատ էլ պետք է լիցենզավորված ինչ-որ կամպանիայի այդ ամեն ինչը տրվի, որի բրև թե նրանք կան ջուրը քաշեն, որովհետև նրանք լիցենզավորված են, տրանշեի, որ պիտի փորեն եւ այլն։ Ես համաձայնվում եմ, ասում եմ, կապ չունի, բոլոր գումարները վճարեք, ամեն ինչը օրենքով, շին թույլտվությունով եւ ամեն ինչով։ Ուրեմն այս չմարդ է, տմարդը գնում է այդ շրջանով անցնում է, գնում է ինչ-որտեղ հանգստի, ըստ երևույթին կողք ինչ-որ նախարար է նստած լինում, չեմ էլ իմացել միջև վերջ որ մի նախարարն է լինում։ Ըստ երևույթին այս նախարարը տեղյակ է լինում եւ երբ որ այդ հողատարածքի մոտով անցնում են, երևի ասում է, որ այդ հողատարածքը պատկանում է ինձ կամ որ պատկանում է որևէ մեկին, որը չեմ կարող ասել, այդ խոսակցությանը ներկա չեմ եղել, ենթադրում եմ։ Որտեղ եթե չմարդը գնում է հանգստի, ինչի պետք է ասենք տեսնի, որ երկու ծեր ունի, ճանապարհից մոտավորապես 10-20 մետր դեպի դուրս, քլունգներով փոս են փորում։ Շարասյունը կանգնացնում է, այս նախարարին ուղարկում է տուզիկ շան նման, մի հատ էլ վազի տես, այս ինչ են անում։ Դադարացրեք, տուգանեք եւ ինձ տեղյակ պահեք։ Անօրինական աշխատանքներ անելու համար։ Այդ հրանգը տալիս է, այս տուզիկը լեզուն դուրս գցած է, վազելով գնում է, այս խեղճ ծերունիներին հարցնում է, ինչ եք անում, ասում է ջուր ենք քաշում։ Ո՞վ է ձեզ ասել ջուր քաշեք, ասում է մեր շեֆը։ Փաստորեն այդ լիցենզավորված կամպանիան, որին ես վարձել էի, այդ ծերունիներին երկու հատ քլունգ ա տվել, ասել է այդ մի քանի 100 մետրը քանդեք։ Դադարացրեք աշխատանքները բան եւ զանգում են մարսպետ կոչված այդ լաթի կտորին։ Այդտեղի մարսպետ կոչված լաթի կտորին, տրյապկա չէ ռուսերեն, հա։ Եվ ասում են, որ ուրեմն շեֆն է անցել ստեյով
Այս ինչ տեղ է, այսենց աշխատանք է այդում, դու գանեք եւ այդ թղթերը ներկայացրեք շեֆին։ Հիմա անցնենք շարունակության։ Այս լաթի կտոր է, այս օգտագործված ռետինե պահպանակը, այդ միջնորդի է շատ լավ մարդու միջոցով զանգում են ինձ, ասում են, որ գիտես ինչ, բանն անցել, ներն անցել ստեղով եւ վրա անգելա տուգանել։ Ես ասում հա լավ, խնդիր չկա, ինչը թղթերը, կոպիաները, ամեն ինչի է, թույլատրությունների շին թույլտվություն, որ այդ նույն լաթի կտորն է տվել, այդ տրապկեն է տվել, այդ ռետինե, ասեցի արդեն, այդ ռետինի կտորն է տվել, տուր իրան կոպիաները իրա տվածն է, իրանք էլ ունեն, թող ուղարկի ասի, որ ամեն ինչ օրինական է եւ օրենքի սահմաններում։ Այդ միջնորդը զանգում են, ասում է, այդ լաթի կտորն ասում է, ուրեմն այդ տրապկեն, այդ խամաճիկը, այդ հոգին սատանի վաճառածն, ասում է, գիտես ինչ կա, դե որ արդեն ասելա տուգանեք, պետք է տուգանենք, էլի ճիշտ է, տուգանենք, խնդիր չկա, մի մեծ գումարել չի բան։ Ասում եմ շաներիս բազմացման օրգաններն է ուտում, որ ասում է թե պետքա տուգանեք։ Ոչ, չպետքա տուգանեք։ Երկրորդ անգամ այս խաղը գլխից չխաղաք։ Այն անգամ էլ ինձ համոզեցիք, որ գիտես ինչ կա, դու օրենքով ճիշտ ես, բայց տուգանենք, հա, ու ասում է չմարդ այդ ոչխարը գնաց էդի օգտագործեց մի ամբողջ պետության դեմ, շուխուր սարքեց, բարձրաձայնեց եւ այն։ Չի լել ուտեց բան։ Բոլոր թղթեր հարցնում եմ այդ միջոցին, ասում եմ, որևէ թուղթ կա, որ մեր մոտ պակաս է։ Շին թույլտվություն ունենք, լիցենզավորված կամպանիա է անում, գումարները վճարած, ասում եմ, այո, ամեն ինչ արած է, ձեռս այդ ամեն ինչ։ Ասում եմ, ուր է շին թույլտվությունը, ասում եմ, տվեցի հենց նույն այդ լաթի կտորին իր ձեռն է հիմա։ Բայց խնդրելա ասելա ոչինչ, էլի վճարեք մի մեծ գումար չի, բան ասեցի, արդեն ասեցի չեմ ուզում կրկնվեմ, այս սուրբորով, հա, ասեցի չէ, չեմ վճարում եւ այլն։ Եվ հետո ինչա պարզվում։ Հետո եմ իմանում արդեն, այդ միջնորդն է ասում։ Երբ որ իմ բացասական պատասխան են ստանում ինձնից, վերցնում են ինքը լաթի կտորը, այդ տրապկեն, իր գրպանից, չնայած ինքը գրպան չունի, հասկացեք, այս պետական աշխատողները ոչ մեկը գրպան չունեն։ Այդ որ ասում է 3 միլիոն բան արել, այս ինչ պատգամավորը 3 միլիոն իրա պարգևա վճարը տվելա ինչ որ կարիքավոր։ Արա այդ իրա պարգևա վճարը չի, դա մեր գումարն է, մենք ենք վճարում։ Մենք ենք հարկ ու турք ու ես իմ ինչ գույքը հարկեր ու զրտ ու զիբիլ այսքան որ միլիոնները սարքել են գլխներից վճարում։ Այդ մեր գումարներն է, ինքը ոչինչ չի անում։ Ինքը ուտում է ու քակում է կներեք արտադրությանս համար։ Դրանից բացի ինքը ոչինչ չի անում։ Ասեք որ այսօր որևէ պատգամավոր որևէ գործ անում, ոչինչ չեն անում։ Կամ ոչ միայն պատգամավոր, ասեք որ որևէ հիմնակ նորմալ է աշխատում։ Ինչև է այդ տրապկի կտորը, այդ լաթի կտորը իր գրպանից տուգանք է գրում, տուգանքը վճարում է իր գրպանից, նորից եմ ասում, չնայած այդ իր գրպանը չի, որ ինչա թե այդ ների ճտին, այդ չմարտին, այդ հողատու հերետիկոսին, չասի թե ամեն ինչ օրենքով է, չգիտեմ ընդ շեֆ են ասում, իր զիբիլ են ասում, կամ տերիմ, հա, իրանց տերն է, մեել որոշել է, Աստված է խաղում, չէ, այդ անտիխրիստը իրանց Քրիստոսն է դարել։ Վախենում է ասի, որ ամեն ինչ օրենքով արված է, եւ որ քանի ինչա թե այդ սատանի ծնունդը ասելա տուգանեք, ինքը տուգան գրում ինքն էլ վճարում է, թուղթը ուղարկում են Երևան, որ տանեն այդ ների ճտին ցույց տան, որ սիրտը հովանա, որ հերթական մեկին տուգանել են իր հրահանգով, տուզիկները կատարել են իր հրահանգը։ Այդ տենց աշխատում են բոլոր ինստանցիաները, որտեղ իրան չի հետաքրում, ինքը զանգում է ասում է սրան փակեք, սրան դատեք, ինչ չի հետաքրում։ Մենք այսօր տեսեք, քանի մարդ կա ընդդիմադիրներից որ չի դատվում, երևի չկա, կամ նստած են, կամ դատվում են, կապ չունի։ Ահռելի ուրեմն ահավոր հոդվածներով էլ դատվում ենք։ Այդ չի հարցը։ Հարցն անում է, որ ինքը չի հարցում, ինքը օրենք բան եւ այլն, ինքը անօրենների անօրենն է։
Ինքը դամեն ասում արեք ինչ չի տակում, փակեք սրան։ Այս խանութը, որ հրաժարվել է իրան ձրի ապրանք տա, գնացեք փակեք։ Աժա ամբյոնից ասում։ Գիշեք այս խոսքերից, երբ որ դրան դատելու լինեն, այս ամեն ինչը բացվելու է։ Այս լաթի կտորները, այս մնացած զրտուծիբիլները, երբ որ դատարանում նստեն, ես ճիշտ ասած այս մասին չէի պատմում, որտեղ մտածում եմ մի օր դատարանում այս ամեն ինչը մեկա դուրս է գալուս։ Եվ այդ լաթի կտորները, որ ասեն, որ նզալու են, մզզալու են, փոշմանելու են իրենց ծնվելու համար, ուզենալու են հետ մտնեն այնտեղ, որտեղից որ դուրս են եկել։ Այդ դրանք պետքա ամբողջը դատարանում առերեսվեն իրենց արած հանցանքների հետ։ Եվ նրանք պետքա պատասխան տան արդեն տասնյակ հազարների հասնող այս գենոցիդի համար։ Այո, եւ առողջական խնդիրներով, եւ այդ կովիդով այդքան մարդ սպանեցին, եւ պատերազմով այդքան երեխա սպանեցին։ Այդ բոլոր այդ ամեն ինչը գենոցիդն է, որն էլ այսօր շարունակվում է սողացող գենոցիդը, սողացող ցեղասպանությունը։ Տենց է աշխատում այսօր։ Եվ դրան դիմակայելու մի ձև կա։ Չվախենալ։ Մեր սեփական կաշվի համար չվախենանք, լռենք, խոնարհվենք, ծառայենք չարին, սատանի ճտին, հասկացեք, դրանից են կողմ վատ բան ինքդ քեզ չես կարող անել, որտեղ գիտակցաբար հոգիդ վաճառելով սատանային, դու գիտակցաբար դատապարտվում ես այնպիսի սարսափելի պատժի, որ ես ուրիշ նկարագրություն եմ, որ փոշմանելու ես, զղջալու ես, որ ընդհանրապես ծնվել երկրի երես ես եկել, այդ աշճան ես մզալու։ Մի հարեք, մի վախեցեք, այդ ճիվաղից, այդ ոչնչությունից, այդ լաթի կտորից, այդ սատանի ճտից, Աստծո եղեք, կանգնեք ձեր եկեղեցու, ձեր հավատքի պաշտպանության համար ու մի նահանջեք։ Հենորն էի գրել, որ սրանք ինչ են ձեզ թերադրում, որ զիջելով նահանջելով երկիրը կլորա, սենց կֆրանք անդադ նահանջելով, վերջը կգանք էլի մեր հողերը, էդ են ձեզ քարոզում։ Սերվիչն են ուզում, խնդրեմ, Վարդենեսից կտոնող, մի քիչ հետ կգնանք, մի քիչ հետ տենց կգնանք, կպտտվենք, Ֆրուզը ոնց ասում, այս գնդաձև է, գնդաձևը դրանք չեն հասկանում, կլոր ասենք, որ հասկանան, չանց կլորը սխալ է օգտագործում, այս երկիրը կլոր է, ասենց հետ կեթանք, ֆրանկ էլի կգանք մեր հողերի վրա, ինչ է եղել, որ այդ գաղթելն էլ այդ հետ գնալն է, այդ որ գաղթում են, վախենում են, փախնում են մեր երկրից, այդ էլ հենց այդ է, մտածում են իրանք տենց ֆռալով գալու են։ Ինչ էր ասածս, մի զարմացեք, բայց մի էլ վախեցեք, և այո, Աստված իրանց չի ներելու, որտև իրենք գիտակցաբար են դա անում, և եթե այդ ճորտերից, այդ լաթերից մեկը այսօր լսում է, համոզված եմ, որ լսում են, գիտեք ինչքա ժամանակին հետ կանգնելը, ժամանակին չարին չի ասելը, Կոնե այսքան շանս տալիս է, եթե շատ չես, եթե քո պատճառով շատ մարդ չի մահացել, որ դու ինչ-որ տեղ քիչ տանջվես, ինչ-որ տեղ, որ գերդաստանը միջև ուղն ու ծուծը չտանջվի, որպեսզի պատիժը բավարարվի քեզնով, մորթապաշտ սրիկա։ Հաշվի առ այս ամեն ինչ, այդքանը կներեք բարի լույսով այսօր, բայց ուզում էի այս ամեն ինչը հասկանաք ու չվախենաք այդ հայտարարություններից, այդ ամեն ինչից, եթե հավատքով կանգուն մնանք մեր տեղում, չնահանջենք հույսով, անդադ հետ քայլ չանենք, չխոնարհվենք, չկզենք, թույլ չտանք մեր վրայից թռնեն հավվալլա ասեն, Աստծով լինենք, հավատքով լինենք, չդավաճանենք, չուրանանք մեր հավատքը,
ապա մենք անպայման հաղթած ենք դուրս գալու այս ամեն ինչի։ Սա փորձություն է, որի մեջով մենք պետք է անցնում ենք, բայց մենք հայերս հաղթած ենք դուրս գալու։ Չեն կչվեք։ Նորից շնորհավորում եմ մոտալուտ Սուրբ Ծնունդը, այսօր երեկոյան հայերը իրական կնշեն, այդ թատրոնը կխաղան, այդ սատանայական ծեսերը կանեն 1-2 եկեղեցում մեր փորձեն պղծել հերթական, մի վախեցեք, մի խեղճացեք, մի ընկճվեք եւ ներս մի գցեք, որպեսզի իրենց ուզածին չհասնեն, այսենց հերթով մեր գլուխը չուտեն։ Այդքան բան։ Աստված պահապան անցավ լինեք։